Բարի երեկո։ Բարի երեկո, Սրբազան։ Ավարտվեց ժողովը։ Ես բանոց չունիմ ասելիքի։ Չգիտեմ որ, բայց ուղղակի ավարտվեց թե ոչ։ Կարևոր մարդ չեմ, ես Սրբազան հայր մենք գիտենք ձեր կշիռը։ Ոյ։ Մայրաթորի միավորներից բոլորն էլ կարևոր են։ Սրբազան հայր, ամեն դեպքում դուք մասնակցել եք նաև աղոթքի ճաշի, այսպես կոչված ասելիք չունիմ, ինչ որ ասած եմ։ Եպիսկոպոսի ժողովն ավարտվել է միայն այդքան։ Ավարտվել է ժողովը։ Սրբազան, ամեն դեպքում դուք մասնակցել եք աղոթքի նախաճաշի վախ է տարածվել։ Այս ինչից եք վախենում։ Կարծիք Այսօր հասարակությունը մտածում է, որ դուք պառակտված եք եւ երբեխված եք։ Հերքում եք, ճխտում եք այս տեղեկությունները եւ գիտեք, ասում են, որ ձեր վախեցած դիրքավորումը խոսում է, որ ներսում լուրջ է խնդիրները։ Հասարակությանը պարզաբանում տվեք։ Ի վերջո վեհափարի շուրջը այս ամենը, թե սա գեոքաղաքական խաղ է, պարզապես արհեստականորեն թիրախավորում են վեհափար խորը։ Հետաքրքիր միտքեր է, ես այդ Դու կարծում ես սա Փաշինյանի ծրագիրն է, թե իրեն պարտադրված ծրագիր է։ Ես Աստծո հավատամ եւ գաղութեմ ազգին եւ եկեղեցին, խաղաղության եւ հաստատության համար։ Բայց հասնել է Արշակ Սրբազանին Արշակ Սրբազանի Արշակ Սրբազանի վերաբերող հարց կար օրակարգում ներողություն սառեցնելու մասին մամուլում։ Դուք ինչ եք կարծում, Արշակ Սրբազանը ինչ-որ տեսանյութի համար, որը դեռ քննչացնում է, հայ մեծակացում, քիչ ասեցին նրա դիագնոզները, թե ոչ։ Ինչի՞